Բարի օր, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնու Թաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Աբու Դաբիից Մոսկվա դիվանագիտական հաջորդ հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում է, Ալեն Սիմոնյանը Մոսկվայում է։ Ադրբեջանի քարոզչական հարձակումն ու պաշտոնական Երևանի լռությունը Բաքուն ընդդեմ 907-րդ բանաձևի։ Քրիստոնեական կազմակերպություններին մտահոգում է պաշտոնական Երևանի հակաեկեղեցական քաղաքականությունը, հայտարարություններ են տարածել։ Մարդու իրավունքներ, բռնաճնշումներ, պետական վերահսկողություն, լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ, Human Rights Watch-ը զեկույց է հրապարակել։ Ընթանում է կառավարության նիստը առանց Փաշինյանի։ Նիստը նախագահում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Օրակարգում 11 հարց է, որից 4-ն է զեկուցվող։ Արդեն որոշում կա, Բերդի զինվորական հոսպիտալը կլուծարվի, այն կմիավորվի քաղաքի բժշկական կենտրոնի հետ։ Իսկ Փաշինյանը դեռևս Աբու Դաբիում է, մեկնել էր Ալիևի հետ հանդիպելու եւ նրա հետ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակն ստանալու համար։ Մրցանակն ու 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակային ֆոնդն արդեն ստացել են։ Իսկ ինչ այլ ձեռքբերումներով է վարչապետը գալու Աբու Դաբիից։ Ըստ պաշտոնական հայտարարության, Փաշինյան-Ալիև հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։ Խոսել են խաղաղության, դրան ուղղված աշխատանքներում արձանագրված առաջընթացի մասին։ Ինչ է թաքնված այս խաղաղասիրական տեքստերի տողերի արանքում, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Փաշինյանն ու Ալիևը կիսում են Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը։ Այս մրցանակն անցյալ հակամարտություններից հրաժարվելու ընտրության, խաղաղության հաստատման, մարդկային ճակատագրերի փոփոխության համար են ստանում անհատները, նախաձեռնությունները կամ պետությունները։ Որ կատեգորիայում են Ալիևն ու Փաշինյանը։ Ճակատագրեր են փոխվել, ընդգծում է պատգամավորը։ Մարդիկ էթնիկ զտման են ենթարկվել, 5000-ից ավելի տղաներ զոհվել։ Սա է իրական փոփոխությունը, նշում է։ Մրցանակի առաքելությունը, որ կարդում ես, ինչ կապ ունի Փաշինյանը այդ ամեն ինչը։ Այդ Փաշինյանը խաղաղություն է բերել։ Փաշինյանի ժամանակ պատերազմը չբռնկվեց, խաղաղ Արցախը Փաշինյանի ժամանակ չկլանվեց Ադրբեջանի կողմից։ Մեկ հարթակի կանգնել ու մարդկային եղբայրության մրցանակ ստանալ Ալիևի հետ կնշանակի դիվանագիտական զիջման գնալ, կարծում է Խաչատրյանը։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ նշում է, այս մրցանակն ավելի շատ Ալիևին է պետք իր բռնապետի պիտակը մաքրելու եւ նոր կերպարանք ստանալու համար։ Բացի այդ, սա այլ հաղթաթուղթ է դառնալու Ադրբեջանի համար։ Ադրբեջանի համար ամենակարևորը միջազգային, այսպես կոչված հանդիպության իսկ իրականում առաջատար երկրները, եթե խնդիր ունենան իրենց առաջ հարցեր բարձրացնեն, ես նորից եմ հիշեցնում, ինչպես Թուրքիայի առաջ բարբերաբար բարձրացնում է 15 թվականի ցեղասպանության հարցը։ Ադրբեջանի նախագահը կարող է ցույց տալ այս համաձայնագրերը, ցույց տալ խաղաղության մրցանակները եւ ասել որևէ խնդիր չկա, էջը փակված է։ Այսինքն այս հարցով փորձում են փակել Արցախի հարցի դիվանագիտական ճանապարհը։ Չկա բողոք, կա եղբայրություն, նշում է Արթուր Խաչատրյանը։ Եթե եղբայրներ ես հայտարարում ես, նշանակում է հետագա որևէ բան չես ներկայացնելու։ Արցախահայերի վերադարձի իրավունք, գերիների վերադարձի իրավունք, մովերկենաս ասես զորքերը դուրս հանի, կասեն, բայց այդ մեջ խաղաղություն է։ Հենց տենց հարցը բարձրացնես, որ Ադրբեջանի հետ հանկարծ հարաբերությունները փչանան։ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը ստեղծվել է 2019 թվականին Աբու Դաբիում կայացած պատմական հանդիպումից հետո։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եւ Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը համատեղ ստորագրել են մարդկային եղբայրության փաստաթուղթը, որն ուղղված էր համաշխարհային խաղաղության ու համերաշխության խթանմանը։ Միջազգային մարդասիրական մրցանակը շնորհվում է 2021 թվականից։ Մրցանակային ֆոնդում 1 միլիոն ԱՄՆ դոլար է։ 2026-ին ստանալու են Փաշինյանը, Ալիևն ու Աֆղանստանում կանանց եւ երեխաների իրավական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Զարքա Յավթալին։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Զուգահեռ պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտական խորհրդատվական ընկերության թիմը, սկսելու թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքը, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Թիմը գնահատելու է տեխնիկատնտեսական հնարավորությունները և մշակելու է առաջարկներ երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ։ Իսկ ընդդիմադիր գործիչները, Սփյուռքի կառույցները լծվել են անվտանգային հարցերի շուրջ միջազգային հանրության հետ բանակցելու գործին։ Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանն անցած շաբաթ ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամների հետ։ ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ հանդիպման ընթացքում Գալստյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը, շեշտելով, որ առանց հումանիտար խնդիրների լուծման հնարավոր չէ տարածաշրջանում հասնել կայուն և երկարատև խաղաղության։ Իսկ այս ամենի ֆոնին խաղաղության մասին խոսող Ադրբեջանն իր լոբբիստական ու պետական ռեսուրսը սկսել է գործածել Միացյալ Նահանգների կոնգրեսում չեղյալ համարելու 1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, գործիք դարձնելով հենց այդ նույն խաղաղությունն ու դրա վերաբերյալ նախաստորագրված փաստաթուղթը։ Ինչ բանաձև է սա, ինչու է հիմա Բաքուն ակտիվացել, ինչ ռիսկեր են թաքնված Հայաստանի համար, ռեպորտաժում։ Դիվանագիտական կարևոր պաշտպանիչ պատնեշը դարձել է ադրբեջանական լոբբիի թիրախը։ Պետական ու լոբբիստական ռեսուրսը, երրորդ երկրների հետ դիվանագիտական կապերը Բաքուն ներդրել է, որպեսզի վերացնի Միացյալ Նահանգների կոնգրեսի դեռևս 1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը։ Իսկ ինչ սահմանափակում է դնում այս բանաձևը Բաքվի վրա։ Աջակցության սահմանափակում Ադրբեջանի նկատմամբ։ Միացյալ Նահանգների այս կամ որևէ այլ օրենքի շրջանակում տրամադրած օգնությունը չի կարող տրամադրել Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը, մինչև Միացյալ Նահանգների նախագահը չորոշի եւ այդ մասին չզեկուցի կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է իրական քայլեր դադարեցնելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր շրջափակումները եւ ուժի կիրառման այլ հարձակողական գործողությունները։ Այս բանաձևը Միացյալ Նահանգներում հայկական լոբբինգի ձեռքբերումն է, որը հաջողվել է ստանալ երկար աշխատանքի գնով։ Այն էլ այն փուլում, երբ Ադրբեջանն անթաքույց ցուցադրում էր իր նկատումները Արցախի նկատմամբ, իսկ այս բանաձևը պետք է դառնար Բաքվին զսպող գործիքը։ Սակայն 9-11-ի հայտնի տերորիստական գործողությունից հետո Միացյալ Նահանգները փոխեց քաղաքականությունը։ ԱՄՆ-ի վարչակազմերը, տարբեր վարչակազմեր սկսեցին օգտագործել այսպես կոչված waiver-ը, դա իրավական մեխանիզմ է, որը թույլ է տալիս իշխող վարչակազմին խուսափել այդ բանաձևի այդ կետի կիրառումից։ Մեկ անգամ միայն այդ waiver-ը կիրառության մեջ չի դրվել, դա նախագահ Բայդենի վերջին տարիներ եւ կապված էր Լեռնային Ղարաբաղի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով, Ադրբեջանի փորձերով վերջնական հայաթափել Արցախը։ Այս բանաձևի վրա հերթական հարձակումն Ադրբեջանը կազմակերպել էր 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բայց հիմա Բաքվի լոբբին այլ մեթոդ է ընտրել։ Գործածում է խաղաղությունը, թրիփը։ Նախկին արտգործնախարարի խոսքով այս բանաձևի վերացումը Բաքվի համար առաջնահերթություն է։ Միայն հունվար ամսին մոտ երկու պատվիրակություն է այցելել Ամերիկայից Ադրբեջան, մեկը կոնգրեսականների մակարդակով, մյուսը կոնգրեսականների, այսպես ասած, ստաֆերների մակարդակով, այսինքն մարդիկ, որոնք ապահովում են կոնգրեսականներին անհրաժեշտ նյութերով եւ այլն, եւ այդ բոլոր հանդիպումների ընթացքում այս հարցը բարձրացվել է։ Ադրբեջանական լոբբիին զսպողը Միացյալ Նահանգների հայ համայնքն է, մասնավորապես Հայ դատի հանձնախումբը։ Այս կառույցը գործի է դրել կոնգրեսում իր բոլոր կապերը, ներկայացնելու Ադրբեջանի իրական երեսն ու հնարավոր ռիսկերը։ Կաշկանտումը ամերիկյան օժանդակության թեպի Ադրբեջան, հատկապես ռազմական օժանդակությունը մնա, որքան որ արդարություն չի դիրել Արցախի ցեղասպանական դեղահանման հարցի գծով, որքան որ մեր ռազմակերիները կշարունակեն Ադրբեջանի կառավարության փանդերուն մեջ մնալ, որքան որ Հայաստանի ինքնիշխանությունը եւ
սահմաններու անվտանգությունը սպառնալիքի դակ է Ադրբեջանի կառավարության կողմից։ Բաքուն քարոզչական հարձակման համար այս ժամանակահատվածը պատահական չի ընտրել։ Թշնամու քայլերը հաշվարկված են։ Ադրբեջանցիները հաշվարկել են, որ իրենց համար ստեղծվել է մի ունիկալ ժամանակահատված, երբ որ ԱՄՆ օրենսդիրում հանրապետականները ունեն որոշակի առավելություններ, նրանք շատ լավ գիտեն, որ մինչև այս տարվա աշուն այդ առավելությունը պահպանվելու է, աշնան նախատեսում են ընտրություններ, որոնք ըստ ամենայնի կխախտեն այդ ուժերի բալանսը հանրապետականների եւ ժողովրդավարների միջև։ Վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանը չի հրաժարվել ուժի քաղաքականությունից։ Բռնի հայաթափել է Արցախը, մեր հայրենակիցներին ապօրինաբար պահում է Բաքվի բանտերում եւ խախտում միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Իսկ այս ամենը կողք կողքի դնելով, ինչ պատկեր ենք ստանում։ Ինչ ռիսկերի տակ կհայտնվի Հայաստանը, եթե չկարողանա պահել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում ռազմավարական շահերը սպասարկող հիմնական քաղաքական ակտիվը։ Գանանչ լույսը գուտա Ադրբեջանի կառավարության, որ շարունակեն իրենց հարցակումները, շարունակեն իրենց Հայաստանի բերության աշխատանքները եւ աստանշանն է, որ պետք է վստահեցնենք, որ կանխենք ամերիկյան կառավարության կողմէ։ Ադոր համար է, որ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը շարունակի այս տեսակի բանաձևերը ներկայացնել կոնգրեսի մեջ։ Ադրբեջանն այս բանաձևը վերացնելով ուզում է փակել Արցախի էջը, ընդ որում երկաթը տակ-տակ է ծեծում, օգտվելով Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված փաստաթղթի առկայությունից։ Իսկ ինչ է անում պաշտոնական Երևանը։ Լռում է։ Սփյուռքն ու փորձագիտական դաշտն ահազանգ է հնչեցնում։ Մենակ են մնացել լոբիստական ու դիվանագիտական ճակատում, եւ հնարավոր է, որ անվտանգային ոլորտում գրանցենք հերթական նահանջը։ Այսօր էլ հանդիպելու են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը։ Սիմոնյանը Մոսկվայում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հրավերով։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով բանակցելու են երկկողմ գործակցության եւ տարածաշրջանային արդի հարցերի վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն կդարձվի Մոսկվայի եւ Երևանի փոխգործակցությանը եվրասիական ընդհանուր կառույցների շրջանակում։ Մոսկվայից հերթական հիշեցումն է գալիս։ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումների անդամ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրամիությանը հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Նրա խոսքով Եվրամիության բնույթը փոխվում է մեր աչքի առջև։ Հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հայերը հավանաբար նույնպես պետք է իրենց տան այս հարցը, ասել է Օվերչուկը։ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի հարցի համար Արամ առաջին վեհափառը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսին։ Մեծի տանընկիլի կաթողիկոսը նամակում շեշտել է Արցախի հոգևոր մշակութային կոթողների անվտանգ պահպանման հարցը։ Նամակն արդեն Դի Վենսի սեղանին է։ Իսկ կրոնական կազմակերպություններն աշխարհի տարբեր ծայրերից իրենց մտահոգությունն են հայտնել քրիստոնեությունն առաջին որպես պետական կրոն ընդունած երկրում եկեղեցու դեմ ուղղված Հայաստանի կառավարության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի գործողությունների առնչությամբ։ Ըստ Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելի, եկեղեցու ինքնավարությունը պետության աննախադեպ միջամտությունը վտանգում է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը։ Դանիայի եկեղեցիների խորհուրդը կոչ է անում Հայաստանի իշխանությանը պաշտպանել Հայաստանի դարավոր քրիստոնեական ավանդույթը եւ ապահովել, որ երկխոսությունը, իրավական անվտանգությունը եւ հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը շարունակեն մնալ հայկական հասարակությանն առաջնորդող արժեքներ։ Բացի եկեղեցու նկատմամբ ճնշումներից մտահոգիչ է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը։ Ըստ կազմակերպության Հայաստանում մարդու իրավունքներն անհավասար են։ Մինչ իշխանությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրենքի գերակայության բարեփոխումները մարդու իրավունքների վերաբերյալ լուրջ մտահոգությունները պահպանվել են, այդ թվում պետական հսկողության ուժեղացումը, լրատվամիջոցների ազատության սահմանափակումները։
Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը 55,000 է։ Նրա խոսքով խոսքը ինչպես կադրային զինվորականների, այնպես էլ մոբիլիզացվածների մասին է։ Միևնույն ժամանակ Զելենսկին նշել է, որ կան մեծ թվով անհետ կորած զինծառայողներ։ Իսկ Մելանիա Թրամփը հայտարարել է, որ շատ շուտով կարող է առաջընթաց գրացվել Ռուսաստանից ուկրաինացի երեխաների վերադարձի հարցում։ Իսկ Աբու Դաբիում շարունակվում են Ուկրաինայի հարցի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, ԱՄՆ երակողմ ձևաչափով բանակցությունները։ Միջազգային լուրերը Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի նոր եռակողմ բանակցությունների փուլ է սկսվել Միացյալ Արաբական Էմիրություններում, նպատակ ունենալով վերջ դնել պատերազմի 4 տարիների ընթացքում մեծաթիվ մարդկային եւ ենթակառուցվածքային կորուստներին։ Խոսակցությունները շարունակվում են, սակայն հակամարտության հիմնական կետերը, հատկապես տարածքային հարցը, դեռ համաձայնեցված չեն։ Եվրամիությունը համաձայնության է եկել Ուկրաինային 90 միլիարդ եվրո հատկացնելու մեխանիզմի շուրջ։ Ըստ համաձայնագրի 60 միլիարդ եվրո կհատկացվի ռազմական օգնությանը, իսկ 30 միլիարդ եվրո Ուկրաինայի բյուջետային ծախսերին։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կկայանան ուրբաթ Մասկատում։ Աքսիոսի փոխանցման արաբական մի շարք երկրների առաջնորդներ համոզել են Դոնալդ Թրամփին չեղյալ չհամարել հանդիպումը։ Միացյալ Նահանգների վարչակազմը համաձայնել է հանդիպմանը, թեև թերահավատ վերաբերմունք ունի բանակցությունների արդյունավետության հարցում։ Բանակցությունները կանցկացվեն երկկողմ ձևաչափով, կենտրոնանալով բացառապես Իրանի միջուկային ծրագրի վրա։ Իրանը պաշտոնապես հերքել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների տապալման մասին տեղեկությունները։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել օմանցի գործընկերներին կազմակերպչական աշխատանքի համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մայիսի համար ներկայացրել է արհեստական բանականության անկախ միջազգային գիտական պանել, որը կսահմանափակի նոր տեխնոլոգիաների բացասական ազդեցությունները։ Միաժամանակ ՄԱԿ-ը հայտարարել է մարդկային եղբայրության միջազգային օր, որն ընդգծում է համամարտկային արժեքների պահպանման անհրաժեշտությունը։ Ճապոնիայի հյուսիսում եւ ճապոնական ծովի ափին առադյան հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, եւս 413 մարդ վիրավորվել է։ Ամենաշատ մահերը գրանցվել են Նիիգատայում, Ակիտայում եւ Յամագատայում։ Տուժած շրջաններ են նաեւ Հոկայդոն եւ Աոմորին։ Իշխանությունը բնակչությանն օգնելու համար տուժած շրջաններ է ուղարկել բանակային ստորաբաժանումների։ 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին Միլան Կորտյան քաղաքում։ Ոչ միայն սպորտային խաղերին են հետևում, այլև քաղաքական բարդ իրավիճակներին, որոնք կապ ունեն անվտանգության ու բոյկոտների հետ։ Անի Աբաղյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, կհանդիպենք առայժմ։